Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բայց անձրև չի գալիս, անձրևանոց ուր է։ Չի գալիս, Թեթև։ Սա գառնան առաջին անձրևն է։ Նախկին անձրևները գառնան չէին, անցումային են։ Հիմա այս անձրևը պետքա վայելել։ Եղանակը մեզ ինչ կանի։ Բարի լույս եղբայր։ Բարև եղբայր։ Լավ, դուք ոնց եք։ Պարոն Փաշինյան, ես Արցախցի եմ։ Ուրախ եմ։ 4 միլիոն սարկա, ես շատ ուրախ եմ։ Բայց ես մենակ մարդ եմ, աշխատում, տենց չէ որ չեմ աշխատում։ Թորոսյանն ուր է։ Պարոն Թորոսյան։ Հիմա այդ 4 միլիոնով ես չգիտեմ, տուն սարքեմ, հող առնեմ։ Բարև ձեզ։ Չգիտեմ ես բարև ձեզ։ Մենակ այնքը, հա 3-ը սարքել ենք 4 միլիոն։ Հա։ Իր նման դեպքերի համար աշտարակում եք երևի։ Չէ, Եղվարդում եմ ես բնակվում, Վարձով եմ ապրում։ Իմ աշխատավարձս մենակ Վարձին է երիկը։ Կոմունալի եւ всё։ Հիմա այդ 4 միլիոնով կարևորն է որ աշխատում եք։ եք։ Հա, աշխատում եմ, հա։ Այդ 4 միլիոնով ես չեմ կարող։ Լրիվ մենակ եք, հա։ Տեսեք, մենք ամուսնալուծված եմ։ Ամուսնալուծված եմ։ 5 երեխա ունեմ, ամուսնալուծվել եմ, ստե եմ ամուսնալուծվել, մեկը սենա մեծը Սարայում է, հիմա մենակ ես եմ մնացել, չգիտեմ ինչ ա։ Օպերատիվների համար պարոն վարչապետ, ովքեր հաշմանդամություն ունեն մեծ տարիքի են, որ հաշմանդավորած է։ հասկանում եմ, բայց չէ, ես տրամատիկ մտածել են երկարատև վարձակալություն ովքեր որ չեն կարողանա, բայց ինքը իր ծրագրի մեջ ինքը մտնում է։ 40 պլյուս 10 որ տալիս եք եղել, էլի ինչ որ մի բանի օգուտ է տալի։ Հիմա ես չգիտեմ ինչ ա։ Հիմա չեք ստանում 40։ Չէ, չեմ ստանում։ Դե ուրեմն եկամուտները ձեր բարձրա դրա համար չեք ստանում, դա եկամուտ։ Աշխատավարձը 100,000 դրամ է։ 55,000-ից ավել Հիմա 100,000 ես մենակ ես տան վարձ։ Շատ լավ, հիմա մենք պետք է մտածենք, որ ձեր նման դեպք կա օրինակ եւ լուծում առաջարկենք։ Եթե կարելի է Եղվարդ եսի միջամտնեք, գոնե 300 քառակուսի հողամա ստանից։ Այդ էկոտներից սարքեմ 5 միլիոն ալի։ Այն այդ աջակ։ Չէ, այդների խնդրեմն է, որ դրանք սեփականությամբ վկայական։ Չէ, պետք է մտածենք, որ sense դեպքեր էլ կան, հասկանանք։ Ինչպես անենք, ասեք դե։ Մի քիչ կմտածենք, լուծումներ կգտնենք։ Բիզնեսներ, որոնք ուզում են այնց հող կամ պետական շենք վերցնեն, սարքեն, որ Հավաքեն ժողովրդին։ Չեն կարող։ Բոլոր արցախցիներն են նույն վիճակում։ Դե բոլորը նեն չմարտիկ 5 հոգանոց ընտանիք ունի, որը իմ կարգավիճակում է, մարդիկ կան այդ վիճակն ունեն։ Հիմա խնդրում եմ ձեզ, այդ հարցս հասկացա, դե մտածենք առաջարկ տանք էլի։ Ես քաղաք Եղվարդում եմ բան։ Հասկացանք, բայց ենթադրում ենք, որ դուք մենակ դուք չեք, ուրեմն տենց կատեգորիայի մարդիկ կան, ուրեմն կմտածենք ինչ անենք, պետք է մտածենք լուծում։ 100,000 աշխատավարձ եմ ստանում, տանվարձ եմ տալիս, բայց ինչով ապրեմ։ Ու դեղեր եմ առնում, որը պետությունը տալիս է, որը չէ դեղ եմ առնում։ Հիմա այդ հարցին ո՞նց լուծում տանք, որը բաչի։ Մտածենք։ Հիմա նախընտրական շրջանա, տեն շատ ուղիղ նյութական խոստումներ չենք կարա տանք, բայց կմտածենք եւ լուծում կառաջարկենք։ Պայմանավորվեցինք։ Ես եմ Քաղաքացիներ ձեզ Հաղթանակ թաղամասից եմ։ Հիմա որ մի հոգի մարդ ուղարկի կնդե, ուղարկի ամոթա, խայտառակ վիճակ։ Ինչը։ Ճանապարհը նախև առաջինը կենտրոնական, խայտառակ վիճակ։ Սակայն կարդերը վեկան ում ապետ եթե կա չեն անում։ Տեսեք, հերթով գալիս են։ Լուրջ եմ ասում, 16000 բնակիչ։ Պլյուս դրան 10 Երեք խոսում ենք առաջի փողոցի կոյուղու հարցն էին գլուծում։ Հələ դա իր հերթ։ Չէ, բայց կոյուղին պետք է սարքենք, որ ասֆալտ։ Հիմա սաղսալին, հիմա մի հատ ասֆալտ։ Տեսեք, ասֆալտ տանենք։ Լցեն արինայ տրանշիա ավտոսենա կայնացած արդեն եմ շիտը։ Հենա, կիա փոփ։ Շիտը ջարդ։ Բայց կիան դուրնա ջարդացը թե այդ փոսի։ Դե դուրը լավություն է։ Աչքից դրա աշվին դուրը։ Իսկ եկել 16000 բնակիչ։ 17 տարի է հողի դոկումենտները չեն կարող։ Սեփական տնամեր ակտի տվել հոգու տրվել է։ մտնում ես քաղաքապետարան Չէ, բայց գիտես ինչի չեն տալիս։ Ասպեն հելի Եղբայր, գնա, գիտեք ինչի չեն տալիս։ Որտեղ այնտեղ վճարումների հարց կա չեն։ Վճարում չի։ Բա ի՞նչ է։ Քանի 200 քանի հողի բան տրվել է, ճիշտ է։ Ինչ է տրվել։ Ոչ ինչ տրվել, չի տրվել։ Բայց 17 տարի այն ծրագիրը մեկնարկել է հենց ձեղի չեն տա։ կներեք էլի, կներեք։ Հերոյականով մի շող Կներեք էլի, ասում եմ այդ ծրագիրը մեկնարկել է հենց ձեր թաղամասից, հաղթանակ թաղամասից։ Մենք այնտեղ ունենք խնդիր։ Բարև եղբայր, լավ է։ Որտեղ որ որոշ դեպքերում
Ուղղակի թուղթը չի համապատասխանում, որևէ իրավական փաստաթուղթ չկա, որ հաստատի։ Հա, ակտիվ թուղթ են տվել։ Ում հետ ես բան մենակ ես։ Որը քննարկում է, որը որ չափերի մեջ է եւ որը որ իրավական գնահատականը կա, մենք բոլորի տվել ենք 200-ից ավել, եթե չեմ սխալվում, անգամ 300-ից ավել։ Եղբայր, առաջի փողոցը կոնկրետ կոյուղին պետք է սարքվի, հետո նոր ասֆալտ արվի, բայց հիմա ընթացիկ, որ ասում եք դզել, մզել եւ այլն, բնայվի տենանք ինչ անա։ Կարևորը այդ հողի հարցը լուծեք, այդ ճանապարհը մենք էլ կարող ենք ձևով։ Դուք չեք կարա, ոնց եք ճամփա սարքելու։ Կարգավոր Սարքել այդ փոսերը գլծեք։ բայց մեկա դուրը կապ չունի այդ փոսի հետ, դուրը կապ չունի, իզուր։ Ահա եղա։ Բարի ձեզ, յա։ Չեն կարա, օքեյ։ Մերսի շատ։ Լավ եղեք, լավ եղեք։ Բան վարշապետ, այդ ծրագիրը հենց բանից է մեկնարկել 4-րդ հաղթանակ թաղամասի 4-րդ ջուրջ։ Ես ժամանակին ինձ էլ են նամակ գրել թեմար։ Բարլուս չէ ժողովուրդ։ Բարլուս։ Հա? Երեխեք ես որտեղ եք գնում, ուր եք գնում, ուր եք գալիս, որտեղից եք գնում։ Հա? Որտեղից եք։ Նիզամի գյուղից ենք եկել ենք թատրոն։ Շատ լավ։ Հա, շատ լավ։ Ես Որ թատրոնն եք գնալ։ Հա, բան, կինո թատրոն։ Ես քեզ։ Ես ձեզ։ Լավ եղեք։ Հա, պարոն Փամբուկչյան, ինչ ենք անում։ Հաղթանակ թաղամասը։ Բան վարշապետ, հենց այդ թաղամասից է մեկնարկել այդ հողերի տրման, այսինքն սեփականաշնորհման գործընթացը, բայց այնտեղ կան նաև ես sense ուղիղ հետ։ Բայց այնտեղ վճարումների խնդիր է, թե Մենակ վճարում չէ, վճարումների խնդիր չկա։ Այնտեղ կեղծ տեղեկանքների, այսինքն ուղղակի ձեռագիր գրված տեղեկանքների հարցեր կա, որոնք որ այսինքն փաստաթղթային հիմքի խնդիր է։ Հիմքի խնդիր կա, այո։ Որը որ ունենք, ասում եմ, եթե չեմ սխալվում, մինչև 300 կամ ավելի հարցը լուծել ենք մենք։ Բայլոց ես։ Դուք լավ լինեք, դուք։ Եվ դա շարունակական process է, իրանք երթականությամբ բերում են փաստաթղթերը, որին է Բայց դա մեծ հարց է, մի հատ հələ իսկականից հետաքրքիր է, փաստաթղթային է, թե վճարումային է։ Վճարումային չկա։ Օրինակ կոնդի դեպքում երեք օր տիկին այրան մոտեցել էր, իրանցը վճարումային հարց է, որ ավելի շատ ասում է, որ ինչի շատ վճարենք, չգիտեմ ինչ եւ այլն, բայց հաղթանակի հետ կապված լիմիայի Վստահ խնդիրներ է։ Վստահ եք։ Վստահ ասում եմ ձեզ։ Ես եմ անձամբ սպասում։ Հա։ Բա ինչ են կանելու։ Բայց մի րոպե, մարդիկ այդ հողերի վրա տուն են սարքել, բան։ Դե մի հատ լուծում պետքա գտնենք, էլի։ Դե գլոբալ պետք է կարող է օգնություն լինի կառավարության միջնորդությամբ, միջամտությամբ։ Դե մի հատ առաջարկ տվեք, մի հատ կադաստրի հետ աշխատեք, մի հատ առաջարկ տվեք, այնուամենայնիվ էլի այդ նույն վիճակն է։ Ես հասկանում եմ, որ շատ նույնը աղի համբույր կա։ Տեսեք, մենք երկրում վիճակներ ունենք, երբ որ մարդը տունը կառուցել է, տասնյակ տարով այդտեղ ապրում է, հիմա գալիս է ուզում է փաստաթղթավորի բարի լույս ձեզ։ Մենք ասում ենք, որ ուտենում ենք, որ իրոք փաստաթղթային հիմք չկա, օքեյ, չկա, ինչ ենք անելու։ Այդ մարդիկ միևնույն է, այդտեղ Չէ, եկեք հասկանանք, ինչ ենք անելու, այդ մարդուն ասելու ենք բանա, մի ապրի, այդտեղ չենք ասելու։ Բնականաբար չենք ասելու, ու դա դառնում է ընդհանուր շարունակական հարց, նյարդ է մարդու եւ պետական մարմնի միջեւ։ Ինքը գալիս է, ասում ենք դե մտածենք ինչ անենք, մտածում ենք տեսնում ենք փաստաթուղթ չկա, ասում ենք դե էլի մտածենք։ Պետքա վերջ տալ։ Երևի մի որոշումով բան վարչապետ է։ Կամ օրենքա պետք ընդունել, կամ օրենքա պետք ընդունել։ Կառավարության որոշում։ Հաստատի վիճակը ֆիքսենք ու անցնենք ամենայն Մենք այդտեղ աղի Այդ մարդիկ էլ են ասում են ոչ գույքարկ ենք վճարում, ոչ բան։ Դե այդքան բանը համայնքն էլ պետությունն էլ փող է կորցնում։ Գնանք մի հատ ինչ որ ֆունդամենտալ բացառիկ օրենսդրական լուծում տանք, բայց խոսքը պետք է վերաբերվի բանին, հա, մինչև 21 թվի կառուցած տենց Սպասեք մի հատ նվիրենք այս աղջիկը։
Բարև ձեզ, լավ են ձեր գործերը։ Կարելի է ձեզ նվիրել։ Լավ որ ձեզ, լավ եղեք։ Կներեք մի քիչ անձրևաջուր բերեցին։ Պարոն Փամբոխյան, եկեք այդ բան անենք։ Այսօր Խուդացյանը ստեղ չի, հա, ոնց որ։ Մի հատ եկեք այդ հասկանանք, կարում ենք օրենքով հարցը լուծենք։ Ես դες մի բան Օրենքով կամ կառավարության որոշմամբ կամ չգիտեմ, ինչ որ ուրիշ որ դե յուրե այդ մարդկանց հարցը լուծենք։ Մենք աղվանից կաշխատենք, բայց նաև ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ աղի հանքում են մարդկանցիկ կա։ Ավան։ Այդ գործական կորպորատիվ այն ժամանակներով ինչ որ դրություններով բոլորի 300-ից 350 քառակուսի մետր հասնում։ Բայց կներեք, այս գլխից ասենք, որ Դալմայում չեն կանելու տենց բան։ Որտեվ դա քաղաքի կանաչ ռեզերվն է, այնտեղ չկա էլ տեն կառուցը։ Կանաչապատման ծրագիր է։ Ստեյց անցնենք թե ոնց։ Այդտեղ որտեղ փաստացի Չէ, փաստացի գյուղ է։ Այ հաղթանակ թաղամասը փաստացի։ այդ բոլոր դեպքերը, որոնք գյուղերում էլ կլինի այդպիսի շատ դեպքեր։ Մի որոշումով, մի օրենքով լուծենք։ Չէ, այս դեպքում հաղթանակ թաղամասի առանձնատվությունն է, որ մի ամբողջ մեծ կտոր տենց վիճակում է։ Այսինքն ոչ թե մի տամ, այն մի վերջը պետքա լուծել, որովհետև անընդհատ Ուրեմն փաթեթով բերեք, պարոն վարչապետ, որ չլինի, որ մի մենակ մի թաղամաս է կապված է գլոբալ Հաստատան մոտեցումների ես կարծում եմ գյուղերում էլ 90-ականների 80-ականների մարզերում շատ տենց պրոբլեմ չկա, տենց պրոբլեմ կա Երևանում։ Որովհետև ժամանակին մեծ հոսքեր ա եղել դեպի Երևան, տենց բան են արել էլի, ըստ էության Բարև ձեզ, լավ եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ եք։ Ձեզ։ Չեք մոռանա, չէ։ Նա Թոմասյան Սուրենի հետ կապի մեջ եղեք։ Դե պարոն Խուդացյանի հետ է, նա ընդհանուր լուծումը հասկանը։ Ոյ, այստեղ չկա ոնց որ։ Եվ աստծո Աստվածածնի բարեփոխության ընթեր, ընթան զարաչանսներ և կեզնոցներ։ Ընկավ դեր զավաչանսներ բարեփոխության սուրբ Աստվածածնի, անարած տողի միացնի որդվող և աղաչանող ամենայն սրբոց և աղուլը շնորի, լուր վեստեր և ողորմյան ներյալ քավյայր թողզմը վսմել, արժանավորյալ ողքյան պարավորելսայր և զորքի և սուրբ հոգին, այժմ և միշտ և ավիտյան սավիտերից ամեն, մեղած դուզով, ոստովանին առաջի աստո և սրբող Աստվածածնի, և առաջի ամենայն սրբոց, և առաջի ձեր հարկ և եղբարքս ամենայն մեղը զորգործյանը, քանզի մեղավ խորոթով, վանիվ և գործով, և ամենայն մեղով զորգործեն մարդիկը, մեղավ աղաչել մսես, կեզեք վասկ եմ հաչվել մարդկով։ Որպես ճիկեզ աստված սորը, և գողություն շորեցի ամենայն հանցանած կոզ, անսելույն և այլն, և առաջակային մրկեցե և աստատեցե ամենայն գործը բարիս, և ամուսեց կեզ յանդերցյալ կյանցն ամեն։ Ազատեցե և զեզ մարդասերին աստված, և թողցես ամենայն հանցանыз, դացեք ժամանակ ապաշխարելով և գործելով բարիս, ուղեսե և զարաչիկակյանը զեր շնորով սուրբ հոգույն, հզոր և ողորմած և նմափար հավիտյանս ամեն։ Շեշի ևս մեզ առաջյան մահագարին աստծո։ Իշյալ իջին, առաջյան մահագարին աստծո։
Թող ստեղ կանգնի։ Թող հանգիստ ստեղ կանգնի։ Իմ էջ տաճարիս և առաջի աստված ընկալ և պայծառացյալ, նշանացս և սուրբ տերհույս, խոնարյալ երկյուղիվ երկիր պագանեմ, սուրբ սրաշալի և սարթով, զգալուց տնքորդնենք և պարավորենք, և կեզ մատուցանենք զորնություն և սպարս, հոր և որդոր և ոգնին սրբով, այժմ և միշտ և ավիդյան սավիտենից ամեն, մեղած ուծով, մտից առաջի սեղանաստու արաստված, որ ախ արնեց մանկություն սին։ Հասկ է, որ ոչ է սուրբ իմ արդում մեղավորեն ենգավորեն թրկյազիս։ Արաքյա տերս լույս քո և շշմարտություն քո, զե առաջնորդեսեն ինձ, և անցեն զիսիլյարն սուրբ և իհարկես քո։ Խոստովան եղեց քեզ օրհնությամբ Աստված իմ։ Հարկոր և որդքո և ոգույն սրբով, Իհարկիքում սրբության և իպեր ոչս պարաբանության, պրեստական նագարավից և մարդկան խաղարավես, առաջի աստված ընկալ և պայծառացյալ, նշանացս և ծնցել անույց, խոնարյալ երկյուղեր երկիր պագանեմ, սուրբ սրաշալի և սարթով, զգալուց տնքորդնեմ և պարավորեմ, և քեզ ընկերքներին զորսն մատուցանեմ, չորնություն և սպարս ընքոր և ընցրփոքույն, այժմ և միշտ և ավիդյան, հավիտենից ամեն։ Once.
Ճանապարհ Իշեալիչի կարաչան մագարին աստուծո, Իշեալիչի կարաչան մագարին աստուծո, Իշեալիչի կարաչան մագարին աստուծո, Իշեալիչի կարաչան մագարին աստուծո, Այսօր ժոյա դասկարային, դասկարային, երկերի գոսած խումատուշանեմ, առաջիկա
Ինչ չօգնես, հակառակը մի բանել ինքը սխալներ է խոսում։ Երեք ամեն հետ ծաղրացում բխծեր։ Չկպնեք ինձ։
խումքը պետք է։ Եղբայր։ Հիշալիչի գարաչան մարգարին Amen.
Լերին ծնծասեն առաջի դյարն զիգա, զի հասյալ է տերի դատելը զետգիր, ընթերցված է երկոցից է։ Հարսն ասում է, թող համբուրի ինձ իր բերանի համբյուրներով, քանզի քո ստինքները լավ են գինուց, և հոտը յուղերի քո բոլոր խունկերից։ Քո անունը հեղված յուղ է անուշ, դրա համար օրորդները սիրեցին քեզ, և դեպի իրենց ձգեցին քեզ, քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։ Հարսը պատմում է օրորդներին Փեսայի մասին, թե ինչ է շնորհել իրեն, արքան տարավ իր սենյակը։ Հարսը պատմում է օրորդներին և նրանք ասում են. ցնծանք և ուրախ լինենք քեզանով, և սիրենք քո ստինքները գինուց ավելի։ Օրորդները հարսին ասում են Փեսայի անունը։ Ուղղությունը սիրեց քեզ։ Հարսն ասում է. սև եմ ես և գեղեցիկ դուստրեր Երուսաղեմի, Կեդարի վրանների և Սողոմոնի խորանի պես։ Մի նայեք ինձ, որ սևացել թխացել եմ, արեգակն է ինձ թխացրել, իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին, և ինձ այգեստանի պահապան դրեցին, սակայն իմ այգին չկարողացա պահել։ Հարսն ասում է Փեսային. պատմիր ինձ, իմ հոգու սիրելի, որտեղ ես հովվում քո հոտը, որտեղ ես հանգչում միջօրեին, միգուցե մոլորվեմ քո ընկերների երամակների մեջ։ Փեսան ասում է Հարսին. եթե դու ինքդ չգիտես գեղեցիկդ կանանց մեջ, հետևիր քո հոտերի ոտնահետքերին և արածեցրու քո ուլերին հովիվների վրանների մոտ։ Մերձավոր իմ, քեզ նմանեցրի Փարավոնի կառքերին լցված իմ երիվարներին։ Օրորդներն ասում են. քանզի գեղեցկացան քո ծնոտները տատրակի նման և քո պարանոցը մանյակների պես, ոսկե զարդի պես դարձնենք քեզ, արծաթե կիտվածներով հանդերձ, մինչև այդքան արքան քեզ իր գիրկն ընդունի։ Հարսն ասում է ինքն իրեն և Փեսային. իմ նարդոսն արձակեց իր հոտը, ստաշխի ծրար է ինձ համար իմ եղբորորդին, որ պիտի հանգստանա իմ ստինքների մեջ, նռնու ողկույզ է ինձ համար իմ եղբորորդին, ենգաղդի այգեստանների մեջ։ Փեսան ասում է Հարսին. ահավասիկ գեղեցիկ ես, մերձավոր իմ, ահավասիկ գեղեցիկ ես, քո աչքերն աղավնիներ են։ Հարսն ասում է Փեսային. ահա բարետես ես, սիրեցյալ իմ, նաև գեղեցիկ մեր հանգստարանի հովանու ներքո, մեր տան գերանները մայրիներ են, մեր ծածկերը նոճիներ։ Փեսան ասում է ինքն իրեն և Հարսին. ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների Շուշան, ինչպես Շուշանը փշերի մեջ, այնպես և իմ քույրը աղջիկների մեջ։ Հարսն ասում է Փեսային. ինչպես խնձորենին անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին տղաների մեջ։ Ընթերցվածը Զաքարիա մարգարեությունների գրքից է։ Մեծապես ուրախացիր դուստր Սիոնի, ազդարարիր դուստր Երուսաղեմի, ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը, նա հեզ է, հեծած էշի և նրա ավանակի վրա, և կոչնչացնի կառքերը Եփրեմից և երիվարները Երուսաղեմից, կփշրվի պատերազմով աղեղը և ազգերի միջից բազմությունն ու խաղաղությունը կտիրի ջրերին, ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը։ Եվ դու քո ուխտի արյամբ արձակեցիր քո կալանավորներին անջրդի գբից, և կնստեք ամրոցներում դուք ժողովրդի կալանավորներ, և քո պանդխտության մեկ օրվա դիմաց կրկնակին կհատուցեմ քեզ, քանի որ քեզ, ով Հուդա, կլարեմ ինձ համար աղեղի պես, նաև լցրեցի Եփրեմին, և ոտքի կհանեմ քո որդիներին, ով Սիոն, հույների որդիների դեմ, և կշոշափեմ քեզ պատերազմողի պողպատե սուսերի պես։
Տերը վերացկացու կլինի նրանց եւ կելնի նրա նետը փայլակի պես։ Տերը ամենակալ Տերը կփողահարի եւ կընթանա իր սպառնալիքի շարժումով։ Ամենակալ Տերը կպաշտպանի նրանց, կոչնչացնեն նրանց ու կթաղեն նրանց պարսատիկների քարերով, կխմեն նրանց այրունը գինու պես եւ կլցնեն դաշտերը զոհասեղանի պես։ Ընթերցվածը Պողոս Առաքյալի Փիլիպեցիներին ուղղված նամակից է։ Միշտ ուրախ եղեք Տիրոջով, նորից եմ ասում, ուրախ եղեք, թող ձեր քաղցրությունը հայտնի լինի բոլոր մարդկանց։ Տերը մոտ է, որևէ բանով մի մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով, գոհաբանությամբ հանդերձ ձեր խնդրանքները հայտնեք Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։ Ալելույա, ալելույա, Տեր Աստված մեր երևեցավ մեզ, արարեք տոնս ուրախության կանխավ մինչև անկյունս սեղանով։ Հանգիստ, պետք միշտ ապր։ Տեսեք քեզ է։ Գարու նկարվի։ Դե նկարվեց արդեն։ Աուզմա խոսը։ Բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, ես ձեզ երկու անգամ վիդեո ուղերձ եմ ուղարկել։ Ինչով։ TikTok-յան հարթակով։ Ես TikTok-յան նամակներ չեմ ստուգում։ Դա համար եկել եմ անձամբ տեսնեմ։ Պարոն Փաշինյան, շատ եմ խնդրում, աղաչում եմ, հրաման տվեք ամունիսիալինի։ Մենակ դրա համար եմ եկել։ Ես 2 տարի եղել եմ Կալանավայրում, Բերդերում տեղ չկա։ Ես ձեզ շատ խնդրում եմ։ Բոլորի անունից։ Մենք պայմանական վաղաժամկետ ազատումներով կգնանք։ Մենք համաներում մարզերում էլ խոսելու։ Հենց հիմա
կչոքեմ Չէ, կխնդրեմ։ չոքելու կարիք Աղաչում եմ։ Ես ձեզ Հրաման տվեք ամունիցիալինի։ Գոնե Բեռնաթարում Ոստի ամունիցիայի մասին պայմանական վաղաժամկետով բոլոր են գիտեմ դուք ձեր կարող եք ազգանունը ի՞նչ է։ Բաբասիևա։ Տիկին Բաբասիևա այն բոլոր կալանավորված դատապարտված անձինք ովքեր օրինակելի վարկ կցուցաբերեն եւ օրենքով սահմանված չափանիշներին կհամապատասխանեն իրանց պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի։ Այդ է մեր դիրքորոշումը։ Երկարացնելով չի փոխվելու։ Խնդրում եմ, պարոն Փաշինյան։ Ասեցի արդեն, չի լինի։ Համաներում չէ, պայմանական վաղաժամկետը, գիտեք ինչա պայմանական վաղաժամկետ ազատում։ Դուք էլ եք կալանավոր եղել։ Ես էլ եմ եղել, գիտեք ինչա պայմանական վաղաժամկետ ազատումը, որ Ես լավ գիտեմ, ես ներսն եմ եղել։ Որ ինչ որ ասենք 1/3-ով ազատվում են, դեպք կա 2/3-ով են ազատվում, դեպք կա կեսով են ազատ։ Վերջը։ Ներս եղել եմ պարոն Փաշինյան։ Պայմանական վաղաժամկետ խնդրում եմ։ Ես 3 անգամ ձեզ դուք էլ գիտեք կալանքը ինչ է։ Խնդրում եմ։ Ասեցի ձեզ։ Չի փոխվելու։ Պայմանական վաղաժամկետ։ Ինչն է պատճառը։ Ասել եմ, եթերով տարբեր պարզաբանումներ տվել եմ, լսեք։ Մի հարց կարելի է, վերջինը։ Կներեք, բայց մարդիկ համեցին։ Հակակրանք ունեք կալանավորների հանդեպ, թե ոչ։ Ում հանդեպ։ Քրեական ենթամշակույթով ապրողների հանդեպ ոչ միայն հակակրանք ունեմ, այլև իրանց դեմ պայքարը պետության պարտքն է։ Քրեական ենթամշակույթ։ Այո, երեխեք սպասեք։ Ասեք, մեզ հետ տվեք էլի բան։ Մի րոպե։ Լավ եք երեխեք։ Լոնա, այն բաների չկա։ Էսա հիմա մի վարքյան ես չեմ գնում ոչ միտեղ։ Համեցեք։ Ես 3 անգամ դիմել եմ ձեզ նամակով։ Հա, կներեք։ Ինչով եք գրել նամակով։ Ինչով եք գրել։ Անձամբ բերել եմ ձեզ տվել, ձեզ փոխանցեմ որպես։ Դե այդ կառավարություն, որ հանձնում եք, ինքը տարբեր օղակներով անցնում է, այլ պարտադիր չի որ ինձ հասնի։ Ինչի՞ չեք։ Որտեւ այնտեղ տեսեք, կառավարությունում որ բերում եք նամակ եք հանձնում, այդ նամակը գնում է քաղաքացիների ընդունելության վարչություն։ Հետո նայում են, որ օղակին է վերաբերում այդ վարչություններով։ Բայց ես ձեզ խնդրել եմ, որ անձամբ դուք այդ հարցով վերաբերեք։ Անձամբ ինձ էլեկտրոնային փոստով ես չեմ տալիս, կարգն է տենց։ Գնում է մուտքալ էլեկտրոնային փոստով ինձ գրեք, չնայած հիմա նամակներ հազարավոր արդեն նամակներ ունեմ, բայց կամած կարդում եմ։ Էդ է ձևը պետական բանի։ Ինչ անեմ, նորից գրեմ։ Մի րոպե։ Դավոյան Կարինեն ստեղ մոտակայքում է, չէ՞։ Էս այն օգնականը ստեղ է, կասեմ կմոտենա, թող մոտենա։ Մասնան որ հազարավոր երիտասարդների է։ Իհարկե։ Օրինակ այդ վարորդական իրավունքների քննությունը առաջ ունեն sense արքի, որ բոլոր հարցերը չէ, քշելու մոմենտը կառուցայի հետ է կապված։ Ճիշտ եք ասում։ Ոչ մեկ չի կարող այդ։ Հիմա մենք աշխատում ենք դրա վրա։ 80%-ը չի կարող։ Ճիշտ եք ասում։ Հիմա աշխատում ենք դրա վրա։ Այդ թեմաներով հարյուրավոր նամակներ ենք ստանում եւ հիմա ստեղ խնդիրը ճիշտ եք ասում, նախկինում այնց ձևակերպած ա եղել, որ ոչ մեկ չկա որ փողով հարցը լուծվի։ Բայց մենք հիմա ինչ ռիսկի առաջ ենք։ Հանկարծ մանավանդ գիտեք հիմա ավտոները ինչքան շատ են եւ վթարի հետևանքով զոհվածների թիվը մեծանում է, մենք խնդրեմի առաջ ենք։ Հիմա մենք կամած իրան ուզում ենք բերենք ճիշտ տրամաբանական մակարդակի, որտեղ միանգամից թույլատնելն էլ արդյունքը լինելու է զոհերի, ասում եմ յուղը ստուգի, ջուրը ստուգի, արդյունքը միանգամից թողել լինելու է զոհերի թվի եւ վիրավորների թվի ավելացումը։ Դրա համար մենք շատ զգուշ ենք մոտենում, որովհետեւ մեզնից ոչ մեկը չգիտի ում ընտանիքի անդամն է այդ պոտենցիալ վթարի մեջ լինելու, հասկանում եք, բայց ձեր ասած առաջին հետ լիարժեք համաձայն եմ։ Դա դեռ բանասը որ մարդիկ գնում են Վրաստան, ուրա օգնական, ուրա կարնա։ Շնորհակալություն։ Լավ եղեք։ Ճիշտ է։ Երեխեք ջան, լավ եք։ Հա ջան։ Չէ, ճիշտն ասած։ Չեք անում դուք։ Էս վերցրու։ Չէ, բայց օգնականները սենց իհարկե։ Բայց մի րոպե ճիշտ ենք անում, թե ես էլ սենց պետք է, թե սենց պետք է անում։ Տիկին Դավոյան։ Հա մի րոպե, հեսա մի րոպե եկեք, մոտեցեք իրան։ Գնացեք մի քիչ այն կողմ։ Եկեք երեխեք։ Նկարվենք հաճիկով։
Բարև ձեզ։ Մենք մարդունս ձեր համար ենք։ Լավ է, լավ օրդես։ Բարև ձեզ։ Լավ է։ Իհարկե։ Կարելի է այստեղից կպցնեմ, որովհետև կուրտկան հաստատ չի պահի։ Մի հատ մեկը նկարեք։ Ես կանեմ։ Սպասեք, սպասեք։ Էտեն Ինձ նայեք։ Վերցրեք, նկարեք։ սարել է։ Hello. It's my first time in Armenia. Would it be possible to get a photo together? Yeah. Perfect. Where are you from? From England, but my mom's from Czech Republic. Ah, Perfect. Thank you very much. thank you. Ինչ? Հա, իհարկե։ Նա նվիրեմ սրանից։ Լավ օրդես։ Հա, եղբայր, մի վարքյան սպասի։ Նա նվիրեմ սրանից։ Նա նվիրեմ սրանից։ Աստված ողջ ձեզ միշտ աղոթում ենք ձեր համար։ Շնորհակալ եմ։ Երեխեք զգույշ։ Նվիրենք, ես հլա մի հատ ձեզ, հլա վերցրու։ Սրանից էլ տամ ձեզ։ Երեք հատ։ Հաջան, խոսեցիք։ Ես պայմանավորվել եմ, չէ՞ որ Սիմոնյան մի պայմանավոր չէ, ես չէ։ Հա։ Մի բան եմ էլի ուզում ձեզ խնդրել։ Ասեք։ Մեկ Արցախից եք, մեզ բնակարանային բարձով ենք ապրում, էլի հիմա։ Քանի հոգի եք տանը։ 4 հոգի, բայց իմ քույրս է, ես միայնակ եմ, առանձին եմ ապրում։ Դե հիմա այսօր էլի տենց մարդու հանդիպեցին։ Ես սոցիալ նախարարությունը, որ գալիս են կառավարություն ձեզ մոտ, 1, 2, 3 հոգանոց ընտանիքներին, օրինակ ես աշխատել։ Այսօր ստեղ գալու ճանապարհին մի հատ էլ քաղաքացու հանդիպեցինք, որ էլի նույն վիճակում է։ Հիմա մենք կմտածենք ձեզ լուծում կառաջարկենք։ Հիմա այս պայն չեմ կարող ասել։ Հասկացա։ Նոր ստեղ գալիս մի քաղաքացու տղամարդ։ Սիմոնյանի խնդրել եմ, հիմա վերցրել է, որ ես գնամ աշխատամ, որտեղ գնում եմ ասում հասակով ես, չէ վերցնում։ Շատ լավ, այդ իսկ միայնակների համար պետք է ծրագիր անենք, որովհետև արդեն քանի հոգի այդ թեմայով ասել անենք։ Շատ լավ եղեք։ Ամենայն դեպս լավ աշխատեք, ամեն ինչ կկարգավորվի։ Բարև ձեզ։ Կայնի որ պես կայնեմ ժամանակ շատ չկործում։ Կներեք մի հատ կարող եք գալվել։ Հա, իհարկե, եղբայր, որտեղից եք։ Լիբանանից։ Նվիրեմ մի հատ ձեզ սրանից։ Մերսի։ Լավ է։ Ուրախ եմ, լավ է։ Մշտական եք եկել Հայաստանում ապրել։ Ուրախ եմ, ողջունում եմ։ Բարև։ Լավ է։ Լավ, դուք ոնց եք։ Լավ, մերսի։ Բարև։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ է ձեր տրամադրությունը։ Բարև ձեզ։ Աջան։ Բարև եղբայր։ Ինչ անուն եք։ Դենի։ Դենի ջան, ես քեզ մի հատ էլ էսա մենք թխվածք էլ ունենք։ Ունենք թխված, թե՞ բա։ Թխվածք։ Դենին թխվածք եմ խոստացել։ Մի բան պետք է անեք։ Ես էլ քեզ։ Լավ է։ Ձեզ էլ։
Դավիթ, բան անենք հաջորդը։